Պարոն Գրիգորյան, վաղ առավոտից իրավապահները խոզարկություն են իրականացնում նաև ձեր տանը, քանի որ դուք հիմա այստեղ մեր դիմաց կանգնած եք, այսինքն ձեր նկատմամբ որևէ բան չեն կիրառել, այսինքն չեն ձերբակալել, բերման չեն ենթարկել, ինչ էր կատարվում, ինչ էին փնտրում եւ այս բանը դեռ շարունակվում է թե ոչ։ Հիմնականում ընդրությունների հետ կապված ինչ-որ կրիչներ, հաստատքներ, չեկեր, փոխանցումներ, ինչ-որ նմանատիպ բաներ։ Գտան։ Իհարկե ոչ։ Պարոն Գրիգորյան, ինչ այսպես ասած թղթով էին եկել, ինչ էին փնտրում, ձեզ ինչ է ներկայացվել։ Եվ որ հիմնարկներ, կոնկրետ որ կառույցներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից է։ Իսկ փաստաթուղթ ինչ։ Դատարանի որոշումով եկել են խոզարկություն իրականացնելու բնակարանը, մեքենան, Հիմքը որն է։ այլ գնում են գրասենյակ։ Հիմքը որն է։ Բնակարան գրասենյակ։ Խոզարկության հիմքը առիթը որն էր, այսինքն ինչ կասկած են ունեցել տեղեկություն, որ եկել են։ Հակակոռուպցիոն տանող այդ մասով է ինֆորմացիա այս պայթերությամբ չեմ կարող տալ կոնկրետ ինչի մասին է, որովհետև նաև ստորագրություն եմ տվել ինֆորմացիա դուրս տալու վերաբերյալ փաստաբանները կան, ծանոթանան գործին ու տեսնենք դրանով պայմանավորված ինչքան իրավունք ունենք ինֆորմացիա դուրս տալ։ Այս զուգադիպությունն է թե երեկվաց էր այդ հզոր ելույթից հետո մարդիկ չեն կարողացել մարսել։ Ես երեք ելույթի ժամանակ ասացի, որ մենք սպասելու ենք, ես իմ ելույթի ժամանակ ասելուց հետո գիտեի, որ այսօր սպասել էր այս ամեն ինչը եւ նորմալ է 2025 թվականին ծառայագիրը շարունակում։ Պարոն Գրիգորյան, առավոտ ժամանակ էլ հիշում ենք։ Ուղղակի սա տանում է նրան, որ մենք էլի քարոզարշավի մեջ ենք, քարոզարշավը այսօրվա դրությամբ ամբողջությամբ պարալիզացվեց մեր աշխատանքը, գրասենյակը, թիմը ոչ մեկ ոչ մի բան չի կարող զբաղվել, խանգարելու, խոչընդոտելու միջոց է, դե հասկանալի է, երեք Գյումրիում տեսակ ինչ հավաք ենք ունեցել, տեսակ կարծում եք դա է առիթը։ Վերաբերմունքը, մոտեցումը եւ ինչ-որ ձև պիտի փորձվի այս ամեն ինչը կասեցնել, կանխել, որովհետեւ Գյումրի քաղաքում խնդրեմ չունեն։ Կարծում եք դա է առիթը, այսինքն վախեցել են ձեզանից։ Դե ուրիշ բան ինչ պիտի լինի։ Դե համենայնիվ ոչ մեկի չենք վախեցնում, ոչ մեկի չենք վախեցրել, բայց ամեն դեպքում ընդրությունների քարոզարշավի փուլում, երբ որ մենք սկսում ենք մեր աշխատանքները ու թափ է հավաքում մեր նախընտրական այս պրոցեսները, այս պայթերությամբ պարալիզացված է, այս պայթերությամբ խնդիր ունենք եւ այսօր էլ մենք հանդիպումներ ունենք, պլանավորած էր, քարոզարշավ ենք անելու քաղաքում մեկ այս պայթերությամբ դատարեցված է։ Պարոն Գրիգորյան, առավոտյան նաև մտել են Անդրանիկ Թևանյանի գրասենյակ, դե արդեն 3 պարզ էր գործային հարուցել պետական դավաճանության հոդվածով, այս շղթայի մեջ է, այսինքն ձեր տուն մտնելն էլ, հետո մնացած խոզարկությունները, թե լրիվ տարբեր բաներ են։ Ես կարծում եմ, որ սա հենց պիտի դիտարկենք այն տեսանկյունից, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Կակիկ Ծառուկյանը օր-օրի դրական տեղաշարժ կա, օր-օրի թափ է հավաքում մեր նախընտրական այս պրոցեսները եւ սրանով փորձելու են կանխել, սրանով փորձելու են էլի մարդկանց մոտ տրամադրություններ ստեղծել, ինչ-որ բաներ առաջ բերել, ինչ-որ բաներ փորձել ժողովրդի մոտ ներկայացնել, բայց ամեն դեպքում տեսնենք։ Դուք այդ պետական դավաճանության վերաբերել այդ հարուցված գործի հետ կապված ինչ կարող եք ասել։ Ճիշտ ասած ինֆորմացված չեմ, քանի որ երեք եւ առաջի օրը զբաղված էի Գյումրի քաղաքում կազմակերպելու այդ պարոն Ծառուկյանի ընդունելությունը մեր քարոզչական այդ օրն էինք կազմակերպում։ Դե տարածվել է, կարծում տեղյակ կլինեք, ինչ որ $650,000 է վերցրել, որ ինֆորմացիա հասրել նորմալ ուսումնասիրել, մեծ հասկանալի է, արդեն երեք Ծառուկյանն էլ ասաց, որ նախընտրական փուլում իրականացվող գործողություն է ժողովրդի, եթե նմանատիպ բաներ կար, ուր էին այսքան ժամանակ։